Ավադագիցներ գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Նաև գողջունենք բոլոր անոնք, որոնք գեհդևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN Get TV միջոցով։ Թող Աստված օրհնե, առողջ բահե, հավատքով բահե եւ իր գամքը օրհնյալը։ Գալստյան այս ժամանակաշրջանին մեջ նաև արծոփախ կուտանք մեր բոլոր ծրագիրներուն համար։ Երեք այս տարվան վերջին ծրագիրներ գիներու աստվածաշունչի սերտողության այս տարվան դեկտեմբեր, բայց ափսոս որ նկար մչունինք, այլ մարդոց ծրագիր ունենք երեք եւ Արծոփախ կուտանք այս ծրագրին համար, որ նաև բավական թիվով այլ մարդիկ համախմբվեցան նախաճաշի եւ ունեցան նաև Աստծո խոսքին սերտողությունը։ Նաև չափահասներու աստվածաշունչի սերտողության խումբը համախմբվեցավ Վահեյենց եւ Լինդայենցկով ունենալու իրենց նաև ծրագիրը որպես Քրիստոսի։ Եվ այս բոլորին մեջ կշարունակենք Աստծո շնորհքով այս ամսվա 19-ին պիտի ունենանք մեր եկեղեցու դարեգան հատուկ Քրիստոսի ծրագիրը եկեղեցի եւ ապա եկեղեցու սրահներս, որ ճշտամունքեն ամիջապես մանրամասնություններ կունենանք այս առընչությամբ։ Ինչպես նաև ավելի մանրամասնությամբ կհայտարարվի, թե ամեն տարի կունենանք փոքրերու հատուկ ծրագիր, որ կգրկենք Հայաստանի փոքրերուն եւ անոր մասին ճշտամունքեն ամիջապես մանրամասնություններով ցեզի դերյակ կբահենք։ Այս բոլորին մեջ աղոթող եղեք եկեղեցին համար։ Եվ հիշենք նաև մեր ժողովուրդը, մեր եկեղեցիները, մեր ծրագիրները, ինչ կպատրաստվենք փրկին ծնունդը դոնելու։ Սերնալ Աստծո սրբազան խոսքեն, պիտի գարտան Փիլիպեցիներու ուղված նամակին 4-րդ գլուխին 47 համարները, ուրարակյալը իր խոսքը գուղե նաև մեզ մերականչուրին ասելով, ուրախ եղեք դերոճմով ամեն ադեն դարձյալ գսեմ ուրախ եղեք, ձեր քարսությունը ամեն մարդու թող հայտնի լա, դերը մոտ է, փանիմը համար հոգ մի ենեք, հապա ամեն փանի մեջ աղոթքով, աղաչանքով, գոհությունով մեկտեղ ձեր խնդրանքը Աստուծո հայտնի լա, Աստուծո խաղաղությունը, որ ամեն մտքեր է, ձեր սրտերը, մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանե։ Իսկ Մարգոսի ավետարանին մեջ, Մարգոսի ավետարան առաջին գլուխ, առաջին 8-րդ համարներուն մեջ կտեսնենք Հովհաննես Մկրտիչի քարոզությունը։ Աստուծո որդին Հիսուս Քրիստոսի ավետարանին սկիզբը, ինչպես մարգարեներու մեջ գրված է, ահա ես իմ տեսփանս կղրգեմ քու երեսիդ առջևեն, որ քու ջամփատ պատրաստ է առջևը։ Անաբադին մեջ գանչողին ցայնը, դերոջը ջամփան պատրաստեցեք, անոր շավիռները շտկեցեք։ Հովհաննես անաբադին մեջ կմգրդեր եւ ապաշխարության մգրդությունը կքարոզեր մեղքերու թողության համար։ Բոլոր Հրեաստանի երկիրը ու Երուսաղեմացիները գերտային անոր, ամենքը կմգրդվեին անգե հորթանան կետին մեջ, մեղքերնին խոստովանելով։ Հովհաննես հակեր ուղդիմազ եւ իր մեջքը գաշի է կոդի ու իր գերագուրը մարախ ու վայրենի մեղր։ Անգը քարոզել ու գսեր իմ յետևես ինձ մեզ զորավորը գուքա։ Ես արժանի չեմ ձրելու եւ անոր գոշիկներուն գաբերը արձակելու։ Ես ձեզ չրով մգրտեցի, բայց անիգա
ցեզ Սուրբ Հոգիով պիտի մգրտե։ Ամեն։ Սելավադագիցներ, անցնող գիրակի անդրադարձանք հույսը Աստուծո կալուստին մեջ։ Այսօր կանցադարձանք խաղաղությունը Աստուծո կալուստին մեջ։ Կալստյան ժամանակաշրջանը ժամանակն է սպասումի։ Ինչպես որ մարդիկ անհամբեր կսպասեն, որ խավարը անհետանա, լուսավոր առավոտ մծակի։ Բայց նաև Կալստյան ժամանակաշրջանը ժամանակն է խոստումի։ Աստված գուկա։ Գուկա մեր մեջ։ Անկասկած գաբրինք ջնշված աշխարհի մեջ։ Աշխարհի ամեն կողմ, դարբեր ազգեր, ժողովուրդներ անխաղաղ պայմաններ մեջ գաբրին։ Ընտանիքներ անհանգիստ, քայքայված վիճակներու մեջ։ Մարդոց սրտերը, մտքերը, հոգիները ծանրաբեռնված։ Եվ յուրաքանչյուր սերունդ կփափակի խաղաղություն։ Մինչ այդ պետություններ զինադատարներ կստորագրեն, պայմանագիրներ կկնքեն, բայց խաղաղությունը երկար չի տևեր։ Կքայքայվի, կփլի։ Կալուստը կհայտարարի ավելի խոր ճշմարտությունը։ Խաղաղությունը մարդոցմով չսկսիր։ Խաղաղությունը Աստված ինքն է, իր մով կսկսի եւ մեզի գուկա։ Ուրեմն Կալստյան երկրորդ գիրակին մեզ յուրաքանչյուրին կհայտարարի ասելով. խաղաղությունը բանը չէ, որ մարդ կարող է լա իրագործել։ Խաղաղությունը անցմն է, որ կհրավիրենք։ Առաջին, խաղաղության խոստումը։ Եսայա մարգարեության 40-րդ գլուխին առաջին 5 համարներուն մեջ կտեսնենք Եսայա մարգարեն կխոսի աքսորի մեջ գտնվող ժողովրդի, որ բարդված, խորդակված եւ դեղահանված էր։ Բայց Աստված լրությունը կխախտե եւ կսե մխիթարեցեք իմ ժողովուրդս։ Հետաքրքրական է նկատել, թե Աստված չսպասեր, որ ժողովուրդը իրեն գտնե։ Աստված ինքն է, որ առաջին քայլը կառնե, որովհետև խաղաղությունը մարդկային ծրագիր չէ, աստվածային պարգև է։ Գրադակամը ողբերգության է ետ գայցել է խոր վշտի մեջ եղող ընտանիքման։ Լրության ադեն ընտանիքին մեծ մայրը մեղմ ցայնով գսե։ Մենք հիմա չենք կրնար Աստուծո կով պարսանալ, բայց փառք Աստուծո, որ Աստված դագավին մեր կով իջնելու գամք ունի։ Այս է կալուստը։ Մարդարածը չի կրնար պարսունքները պարսանալ խաղաղության համար։ Եվ այդ պատճառով Աստված հովիտները կհարթեցնե, ձրած ջամփաները կշտկե եւ մեր մոտ կուկա։ Եսայա մարգարեն թագավորական ջամփամը պատրաստելու մասին կխոսի։ Ոչ թե ժողովրդին փախուստի համար, այլ Աստուծո կալուն համար։ Բայց զգուշ պետք է լանք, պետք չէ խաբվենք։ Կալստյան խաղաղությունը չի իրականանալ, երբ դժվարությունները, նեղությունները անհետին, այլ խաղաղությունը իրական կդառնա, երբ Աստված ներկա կլա մեր դժվարություններուն մեջ։ Դժվարություններ կան եւ պիտի լան։ Բայց գիտագից ենք, թե Աստված ներկա է մեր հետ, մեր դժվարություններու մեջ։
Եսայա մարգարեն թագավորական ջամփամը պատրաստելու մասին գխոսի։ Աստված փառք պատիվ գցկե մերքով գուկա։ Երկրորդ խաղաղության տեսփանը։ Գարտացինք Մարգոսի ավետարանին մեջ Հովանես Մգրտիչ անաբադին մեջ արեքագի նման վստահությամբ գխոսի խաղաղության կալուստի ավետիսով։ Այսինքն հետաքրքրական է նկատել, թե Աստված իր պատգամաբերը անաբադ կղրգե եւ ոչ թե թագավորական բալատ։ Խաղաղությունն ալ կսկսի չագնգալված դերերու մեջ, ինչպես մեր սրտի, մտքի, հոգի անաբատները։ Հովանես Մգրտիչի պատգամը բարձ եւ հստակ, դերոջը ջամփան պատրաստեցեք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ապաշխարությունը եւ զղջումը Աստուծո գառուցողական գործն է։ Մեր սրտերուն, մտքերուն, հոգիներուն մեջ։ Այսինքն ջամփան պատրաստելն է, ջամփաշինությունն է, խոչընդոտներ, արգելքներ հեռացնել, որպեսզի Աստուծո խաղաղությունը կարողանա մուտք գործել մեր կյանքերուն մեջ։ Գիտեք, ընդհանրապես պատերազմներու ադեն ջամփաները կքանթեն, որպեսզի մարդիկ փանդարգվին եւ չկարենան շարժիլ։ Բայց եւ ջամփաները նորոգվին, գարձես մարդոց նոր կյանք կդրվի։ Անշուշտ անոնք, որոնք պատերազմներ տեսած են, գիտեն այս ճշմարտությունը։ Ապաշխարությունը ջամփան նորոգել, ջամփան բաց բահել, որպեսզի Աստուծո խաղաղությունը գարենա մուտք գործել մեր կյանքերուն մեջ։ Իսկ երրորդ խաղաղության ներկայությունը։ Փիլիպպեցիներուն ամագին մեջ Պողոս առաքյալ փանդարգված փանդեն գկրե, բայց հետաքրքրական է, փանդի մեջ է գխոսի անսահման խաղաղության մասին։ Շղթայված, փանդարգված, աբական անորոշ գխոսի ուրախության խաղաղության մասին։ Ինչու՞։ Որովհետև խաղաղությունը չի գտնվի խնդիրներու բացակայության ադեն, այլ դեռ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ։ Դժվարություններ կան եւ պիտի լան։ Եվ այդ պատճառով դեռ Հիսուս կսե քաչասիրտ եղեք։ Իր ներկայությունս ձեզի հաղթություն կուտա։ Իրականության մեջ Փիլիպպեցիներու նամակին այս 4-րդ գլուխը գրտնագի օրհնությունը կներկայացնե։ Առաջինը կտեսնենք 7-րդ համարին մեջ Աստուծո խաղաղությունը գսե սրտերնից կպահպանե։ Իսկ 9-րդ համարին մեջ խաղաղության Աստվածը մեզի հետ պիտի լա։ Այսինքն ցևով Պողոս առաքյալ գսե դուք ոչ միայն Աստուծո խաղաղությունը կստանաք, այլ խաղաղություն դվող Աստվածը կստանաք։ Անցյալին հայկական քյուրերուն քաղաքներուն մեջ խտման գիշերը եկեղեցին դռները բաց կբահեր։ Մարդիկ եկեղեցի կհաճախեին ջնշված վիճակով, հոգեր, ցավեր, անորոշություններ, հիվանդություններ, տնտեսական տագնապներ եւ տարբեր դժվարություններով։ Իսկ երբ խորանին կամ փեմին լուսավորված խորանին փեմին արջևը լային, շատերը փսփսալով գսեին. Աստված հոս է, ես առանցին չեմ։ Այս է խաղաղությունը։ Առանցնությանդ մեջ գսկաս Աստուծո խաղաղությունը։ Դժվարություններու, տագնապներու, նեղություններու մեջ գիտակցիս Աստուծո ներկայությունը։
ոչ թե գացություններ, բարականեր, գադարյալ, ուրախ, հանգիստ, առողջ, Աստուծո ներկայությունը խաղաղություն կտա։ Ունիս այդ Աստծո ներկայության գիտակցությունը։ Եվ չորրորդ խաղաղության կորզնականացումը։ 85-րդ Սաղմոսին մեջ Սաղմոսերկուն գեղեցիկ պատկերը կներկայացնե եւ գսե. ողորմությունը ու ճշմարտությունը իրարու հանդիպեցան։ Ողորմություն եւ ճշմարտություն։ Արդարությունը եւ խաղաղությունը իրար համբուրեցին։ Ողորմություն, ճշմարտություն իրարու հանդիպեցան, արդարություն եւ խաղաղություն իրար համբուրեցին։ Սերներ քալստյան խաղաղությունը ոչ թե միայն պետք է ընդունենք, այլ պետք է կորցնականորեն ապրենք։ Բայց ինչպես։ Առաջին խաղաղություն հարաբերությունների մեջ։ Մեր ամենօրյա կյանքը պետք է ցոլացնե կորցնական խաղաղություն, այսինքն խոնարհություն, ներում, համբերություն։ Սերներ խաղաղությունը գրավորական չէ, passive չէ։ Խաղաղությունը կորցնական գերբով կհետապնդվի եւ իրական կդառնա։ Երկրորդ խաղաղություն շրջապատին մեջ։ Եկեղեցին հավատացյալների խումբը դառնալու է Աստծո թագավորության ցևով գանկար Parking այսինքն եւ գամ հիվանդանոց։ Ուր առանցնութենե դարաբողներ կգտնեն ընկերակցություն։ Հիվանդներն ու վիրավորները կգտնեն բուժում եւ աշխարհ կտեսնե խաղաղության ջարակայթները հավատացյալին եկեղեցին միջոցով։ Գբատմվի թե քալստյան ժամանակաշրջանին երբ ընտանիքը խաղաղության մոմը գվարեր։ Փոքր աղջիկը գահարցնե ինչու միայն փոքր մոմը, երբ աշխարհ ամբողջ մթության մեջ է։ Մեծ մայրը կպատասխանե, քանի որ նույնիսկ մեկ մոմը ցույց կտա, թե խավարը չի գնալ հաղթել։ Այս է քալստյան ժամանակաշրջանի նաև եկեղեցվո գոչումը։ Ըլլալ եւ մնալ խաղաղության մոմը մութ աշխարհի մեջ, ուր մարդը արտածը գվախտնա ընդհանրապես խավարեն եւ մթութենեն։ Եզրակացնենք։ Քալստյան ժամանակաշրջանը մեզ յուրաքանչյուրին կհիշեցնե շատ վեհ ճշմարտությունը։ Աստված Բեթլեհեմ եկավ, այսինքն Աստված մեզի հետ։ Աստված ամեն օր գուքա, Աստված մեր մեջն է, եւ Աստված գրգին պիտի կա, Աստված մեզի համար է։ Ուրեմն Աստված մեզի հետ է, Աստված մեր մեջն է, Աստված իմ եւ քու մեզ յուրաքանչյուրին համար է։ Սերներ խաղաղությունը դեսություն չէ, խաղաղությունը փիլիսոփայություն չէ, խաղաղությունը զգացում չէ, խաղաղությունը անցմն է դեր Հիսուս Քրիստոս, եւ դեր Հիսուս Քրիստոս է որ գուքա։ Ուրեմն, փանանք մեր սիրտը, մեր միտքը, մեր հոգին, փանանք մեր սրտի մտքին հոգին թուրը, հարթենք, բացաստենք ճամփան, որպեսզի ուրախությամբ ընդունենք խաղաղության իշխանը։ Թող հուսո Աստվածը մեզ բոլորս լեցնե գադարյալ ուրախությունով, խաղաղությունով, իր փառքին համար։ Ամեն։ Գրավիրենք մեր եղբայրները առջև կան,
հաղորդության սեղանին համար։ Մեր դերը մատնված գիշերը հացը գարնե գկոհանա, բաժակը գարնե գկոհանա եւ գսե այսրեք զիս հիշելու համար։ Հիշել դեր Հիսուս Քրիստոսի խաչապայդին վրա թափած արյունը, գոտրած մարմինը, մարտահրացի հավատացյալին մեղքելու թողության փրկության համար։ Եվ բոլոր անոնք, որոնք հավատան եւ կընդունին դեր Հիսուս Քրիստոս որպես դեր եւ փրկիչ, հավիտենական կյանքին արժանի կլան։ Այս հավատքով դերոջ սեղանը կբացվի եւ հրավերը դերոջ մեն է։ Եկեք ինձի հոգնած եւ բեռնավորվածներ։ Եվ ես ձեզի հանգստություն, խաղաղություն կտամ։ Աղոթենք։ Մեր Տերը մեր Աստվածը շնորհակալ ենք, որ աշխարհ եղավ ճամփա ճշմարտություն եւ կյանք։ Ցույց տվիր հավիտենական կյանքի դռներ բացիր։ Եվ այսօր մեծությանդ առջև գխոնարհինք շնորհակալությամբ, խոստովանանքով, ները, մաքրե, սրբե եւ արժանացուր քարքայությանդ։ Օգնե մեզի հավատարիմ մնալ քեզի մինչև մահ, դեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սելներ դեր Հիսուս Քրիստոսի սեղանը գբացվի եւ հրավերը դերոջվե։ Բոլոր անոնք, որոնք կփապակին դերոջ սուրբ սեղանին մասնագից դառնալ, թող փարաջին ոտքի ելել։ Մեր դերը հավասիկ կուզավակտելըտ, հոժար կամքով, աբաշխարությամբ եւ սուրբ կյանք ապրելու մտածությամբ քեզի գուքան։ Օգնե նորոգե իրենց հավատքի ուխտը, հավատարմության ուխտը, որպեսզի վկայեն քեզ դեր դրանց թագավոր թագավորած։ Դեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Մեր Տերը մատնված գիշերը հացը գարնե գկոհանա եւ գծելով գսե արեք, գերեք, այս է մարմինս գոդրված խաչին վրա, այսրեք զիս հիշելու համար։ Եվ ապա մեր Տերը բաժակը գարնե, գկոհանա եւ գսե նոր ուխտ է իմ արնովս, այսրեք, քանի անգամ որ խմելու լակ, զիս հիշելու համար։ Ամեն։
Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը գոդրված խաչին վրա իմ եւ քու մեղքելու թողության փրկության համար միասնաբար Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի արյունը թափված խաչին վրա իմ եւ քու մեղքելու թողության փրկության համար միասնաբար Շնորհակալ ենք Տեր շնորհ կրիր մեզի քու սուրբ սեղանիդ մասնակից դառնալու օգնե մեզ ով Տեր հավատալի մնալ ուխտիդ մեջ վկայության մեջ եւ օգնե մեզ մեր ամենօրյա կյանքով հույսովդ ապրիլ խաղաղությամբ ապրիլ սիրելով քեզ եւ մեր նմանը ապրիլ քու փառքիդ համար ամեն մեր Տերոջ սովորեցուցած աղոթքը միասնաբար գաղութենք Զիքոյ է արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ հավիտյանս, ամեն։